Ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասվում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որովհետև մեծագույն առումով խաղաղության գործընթացի ապագան կախված է հենց այդ փոփոխություններից։ Հայկական խորհրդվերլուծական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանն է հայտարարում Երևանում Ադրբեջանում տեղի ունեցած երկկողմ կլոր ցեղան հանդիպման մասին։ Այս անգամ արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատված սահմանագծված հատվածով անցնելով բոլոր ուրեմն համապատասխան ընթացակարգերը անձնագրային մաքսային վերահսկողություն մուտք գործեց Հայաստան եւ նմանատիպ ճանապարհով նաեւ մենք ուրեմն այցելեցինք Ադրբեջան նորից սահմանազատված սահմանագծված հատվածով անցնելով բոլոր համապատասխան սահմանային ընթացակարգերը։ Ես կարծում եմ, որ ինքը փաստը, որ տեղի ունենում այս ֆորմատով 4-րդ հանդիպումը եւ կա հստակ պայմանավորվածություն, որ հանդիպումները շարունակվելու են, արդեն իսկ բավականին մեծ ձեռքբերում է։ Գիտեք, ես կարծում եմ, որ մենք չենք կարող այս հարթակից, այս ֆորմատից ունենալ իհարկե այսպես գերադրական ինչ-որ աստիճանի ակնկալիքներ, որ 38 տարվա կոնֆլիկտից հետո փորձագետների, քաղաքահասարակության մեդիա ներկայացուցիչների 4 հատ հանդիպման արդյունքում մեծ բաներ պետք է փոխվեն հասարակության մեջ, բայց ինքը փաստը, որ այդ հանդիպումները տեղի ունենում, դրանք ընդլայնվում են, դրանք շարունակվում են, ես կարծում եմ բավականին կարևոր են։ 100 պատճառ դուք նշեք, թե ինչու չեն կարող նման այցելություններ լինել, մեկ պատճառ ես, թե ինչու պետք է լինեն նման այցելություններ, նշում է Քոչինյանը։ Որտեղ իմ գնահատմամբ այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջ մղմանը, նպաստում են Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջև խաղաղության հաստատմանը եւ ինչ-որ չափով աջակցում են նաեւ երկու երկրների իշխանությունների կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգին։ Մեր հետ հանդիպումներում թե Հայաստանի, թե Ադրբեջանի ղեկավարությունը նորից գիտեք, որ Ծաղկաձորում ուրեմն հանդիպում էր տեղի ունեցել Հայաստանի պետական պաշտոնյաների հետ, Ադրբեջանում տեղի ունեցել իրենց պետական պաշտոնյայի հետ հանդիպում, երկու երկրների ուրեմն պետական պաշտոնյաներն մեզ վստահեցնում են, մեզ ուրեմն տեղեկացնում են, հորդորում են, համոզում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ արդեն իսկ կա խաղաղություն, խաղաղությունն արդեն իսկ հաստատվել է, այդ խաղաղությունը հիմա ընդլայնման, խորացման փուլում է։ Ու սա երևի թե կարևոր է, որովհետև մենք շատ հաճախ խոսելով դետալներից, շատ հաճախ խոսելով process-ից, շատ հաճախ խոսելով ուրեմն մեր ամենօրյա լրահոսից ընդհանուր պատկերը ինչ որ չափով լղոզում ենք կամ մոռանում ենք։ Անհետ կորածների խնդիրը եղել է հանդիպան օրակարգում, հայտնել ենք մտահոգություն, որ հանձնաժողովի աշխատանքները ցանկալի արագությամբ չեն գնում։ Ասուլիսի ժամանակ հայտարարել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը։ Մենք խոսել ենք գերիների եւ պահվող անձանց մասին, ոչ մեկ անգամ պատվիրակության անդամներից շատերը իրենց ելույթներում ներառել են այս խնդիրը եւ եւս հերթական անգամ կարող եմ ասել, շեշտել ենք, որ չի տեղավորվում այս հարցը խաղաղության այս գործընթացի տրամաբանության մեջ, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել եւ պիտի այս հարցերը լուծվեն, որպեսզի ավելի երաշխավորված լինի առաջընթացը process-ի։ Ադրբեջանական կողմը հստակ ուղերձ է հղել, որ իրենց ընկալմամբ երկու երկիրն էլ անվտանգային առումով նույն նավի մեջ են։ Ասուլիսին ասել է Հայկական խորհրդվերլուծական կենտրոնի ասոցիացված փորձագետ Նարեկ Մինասյանը։ Ուշագրավ էր նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը բավական հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը եւ Ադրբեջանը անվտանգային առումով մեկ նավակի մեջ են գտնվում եւ տարածաշրջանային մարտահրավերները ընդհանուր են, հետեւաբար պետք է գնահատել նաեւ ներկայիս իրավիճակը եւ փորձել այն ամրապնդել։ Միևնույն ժամանակ կար նաև այն կարծիքը, որ ներկայիս մակարդակը երկու երկրների միջև հարաբերությունների եւ կարգավորման գործընթացում արկա ձեռքբերումները որոշակի անվտանգային իմունիտետ են ստեղծել երկու երկրների համար, որի բացակայության դեպքում մեծ կլիներ ռիսկը, որ երրորդ երկրները կարող են միջամտել եւ այս տարածաշրջանային պատերազմը կարող է նաև ընդլայնել իր աշխարհագրությունը։ Խոսելով Բաքու այցի մասին, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը տպավորիչ եւ դրական է գնահատում այցն ու մանրամասնում։ Երկու կարևոր նպատակ, այո, մենք հետապնդում ենք եւ կարող ենք ասել, որ առաջընթացը բավականին տպավորիչ եւ դրական։ Առաջինը դա տրամադրությունների վրա հասարակություններում ազդերն է եւ մեր ադրբեջանցի գործընկերները ներկայացրել են, թե ինչպիսի տարաբնույթ արձագանքներ կան ընդհանրապես խաղաղության եւ հարաբերությունների նորմալացման գործընթացի նկատմամբ, նշում էին 4 խմբեր, սկսած նրանցից, ովքեր ողջունում են հիմնականում գործընթացը Երևանի եւ Բաքվի միջև եւ վերջացած նրանցով,
որոնք համարում են, որ Ադրբեջանը դեռ բոլոր իր նպատակները չի իրականացրել եւ դեռ պահանջելիք ունի եւ ստանալիք ունի։ Եվ երկրորդ կարևոր նպատակը միգուցե գործընկերներս կավելացնեն այդ նպատակների, դա նաև որպեսզի լինեն նոր գաղափարներ, հետարքիր կրեատիվ մտքեր, նախաձեռնություններ, որոնք կամրապնդեն պաշտոնական մակարդակով գործընթացը։ Խաղաղության կամուրջ նախաձեռնության հանդիպումները տեղի են ունեցել 5+5 ձևաչափով։ Սկզբում ադրբեջանական կողմից է ներկայացուցիչներ ժամանել Երևան, հետո մեր կողմից 5 հոգանոց անձնակազմեր այցելել Բաքու։ Երկրորդ փուլում պատվիրակության անդամների թիվն ավելացել է եւ արդեն 20+20 ձևաչափով են տեղի ունեցել հանդիպումները, հայտարարել են բանախոսները։